6-րդիներս գնում ենք Սեբաստիացի կենտրոն հաց թխության։ Կեցեք։ Սիրելի 6-րդիներ, դուք գիտեք, որ թթու խմորից հացի պատրաստման եղանակը հայտնագործվել է հին Եգիպտոսում։ Թթխմորից, այո, եւ տարածվել է ամբողջ աշխարհում։ Երեխաներ, հացը ունի բարձր սննդայնություն, համային գերազանց հատկություններ, հացը ունի դյուրամարսություն եւ նաեւ շատ էժան է հացը եւ դրա համար իր էժանության, դյուրամարսության եւ հեշտ յուրացման պատճառով երեխաներ ամբողջ աշխարհում դարձավ հայտնի հացը։ Հացի մեջ կան երեխաներ, սպիտակուցներ, հացի մեջ կան ածխաջրեր, վիտամիններ, հատկապես B խմբի վիտամիններ, երեխաներ եւ բջջանյութ։ Եթե մարդը օրական ուտի 500 գրամ հաց, ապա նա կապահովի սպիտակուցների 1/3-ը իր օրգանիզմում։ 500 գրամ հացով մարդը կարող է ապահովել սպիտակուցների պաշարը 1/3-ով իր օրգանիզմում։ Այնպես որ երեխաներ հացը իր սննդարարությամբ բացառիկ է։ Եթե շատ ես ուտում, ինչ կլինի։ Ավելի շատ սպիտակուցային պաշար կունենա օրգանիզմը։ Որտեղ ես սարով հաց։ Շատ ես սիրում հաց, հացակեր ես, հրաշալի։ Եղեք շատ մի խաղացեք, որ չորդ չունի շատ։ Հա, այլուի հետ այլու շատ չենք անում, խմորին, երեխեք, ում չունի։ Ես մի քիչ ձեռներս։ Ձերքերը այլու ոտեք, որ Յայլի տղե խորոտ է։ Այս արենա, այս կտած։ բոլորդ ունեք երեխեք։ Ես մանին եմ տալիս է։ Ես ենք բերում 4 կողմերից, սա խմորը, կարը, կարի ֆերմա, հետո թեքում են ու այսպես կլորացնում են։ Շատ խմել, շատ ապօրինի։ Իսկ կարելի է ստուգել։ Տեսեք բատոնը ոնց են կանում, այսպես գլանակաձև, տեսեք, գլանակաձև, հետո հավաքում ենք կաղցերը, Խմորից լավաշ։ հիմա տեսեք, թավան բերում եմ, հետո գծեր ենք անում, դարձում բանտում։ Երեխեք արագ արեք, խմորը ինչքան հասունանում է, հետո աշխատել ավելի դժվար է։ Տեսեք, փոքրիկ բատոն եմ արել, նայեք էստեղ։ Դառնում է խթան և ոսկերգույն տեսք է ստանում։ Հացը բուլամազի շնորհիվ լինում է խրխրթան եւ արտաքին տեսքը գեղեցիկ, ոսկեգույն, այո։